Թվային տեխնոլոգիաների արագ զարգացումը երեխաներին տվել է սովորելու, հաղորդակցվելու և ինքնարտահայտվելու անսահման հնարավորություններ։ Սակայն հենց այդ հնարավորություններն էլ դարձել են ռիսկերի նոր աղբյուրներ։ Այսօր երեխաները հաճախ են դառնում առցանց շահագործման, շանտաժի կամ հոգեբանական բռնության զոհեր, և այդ ամենը հիմնականում կատարվում է թվային խաղերի և խաղային հարթակների միջոցով։ Այսօր էլ արդեն իրենց հետաքրքրությունն ապահովող համակարգչային խաղերը հիմնականում ստեղծվում են ֆիլմերի կամ գրքերի հիման վրա, բայց լինում է նաև հակառակ գործընթացը, երբ խաղերի փոքրիկ սյուժեները դառնում են արվեստի առանցք։ Երևի հենց դա է պատճառը, որ 2011 թվականից համակարգչային խաղերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում պաշտոնապես ընդունվեցին որպես արվեստի տեսակ։ Gameplay-ն այսօր արդեն այնպիսի էական ներգործություն ունի հասարակության վրա, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հարմարվել են խաղաֆիկացմանը։ Դրան զուգընթաց խաղերի միջոցով իրականացվող կիբերհանցագործությունները դարձել են ժամանակակից թվային միջավայրի լուրջ սպառնալիքներից։ Համակարգչային խաղերը չեն ստեղծվել երեխաների համար, որովհետև 1950-ական թվականներին եւ նոր համակարգիչները արդեն սկսեցին ստեղծվել, իրենք ունեն շատ փոքր էկրան, որը տենց կետերով էր աշխատում ընդհանրապես, եւ այն մասնագետները, այն ֆիզիկոսները, այն գիտնականները, որոնք ամեն օր աշխատում էին այդ գործիքների վրա, իրենց ժամանակը կրճատելու համար, հավեսի համար, ուրիշներին ցույց տալու համար, սկսեցին ստեղծել փոքր այդպես ասած խաղեր, որը թույլ էր տալիս լույսային կետերը շարժվեն մի կողմից մի կողմ, այսինքն պինգ-պոնգ, թենիս եւ նմանատիպ այդպես խաղեր էին ստեղծել, որը բերեց նրան, որ կարելի ասել դա ստեղծեց առաջին կոմպյուտերային խաղերը, որը ստեղծված չեն երեխաների համար, ստեղծված են նրա համար, որ ցույց տան ուրիշ գիտնականներին, թե ինչի են հնարավոր տեխնոլոգիաները։ Համակարգչային խաղերը եկան փոխարինելու իրական խաղերին, բակային խաղերին, որոնք շատ լուրջ մշակույթ էին ձևավորում երեխաների անձի կատարելագործման, հոգեբանական եւ բոլոր առումներով, որովհետեւ երբ որ բակում կար այդ աշխուժ մթնոլորտը, այսինքն երեխաները դասից գալիս էին տուն, իջնում էին, գիտեին, որ պիտի որոշ ժամանակած իջնեին բակ, ընկերներին տեսնեին, խաղային, այդտեղ այլ ինչ-որ հետաքրքիր արժեքներ էր ձևավորվում, ընկերասիրություն, փոխադարձ ըմբռնում, ներողամտություն, կռիվներ, որոնք որ շատ բնականon, այսպես երեխայի զարգացման ընթացքում բնականon փուլ է։ Բայց այսօր ցավոք սրտի երեխաները յուրաքանչյուրը իրենց տանը նստած, ամփոփված մի սենյակում, հեռախոսների, գադջետների, համակարգիչների մեջ ընկղմված խաղում են իրենց հետաքրքրող այսօրվա խաղերը, որոնց անունները չեմ էլ տիրապետում անկեղծ ասած շատ դեպքերում, այո, եւ հեռանում են իրարից։ Կորում է այն կարևոր արժեհամակարգը, որի անունն է շփում։ Թվային խաղերի առաջին օրինակները ստեղծվեցին գիտնականների կողմից, բայց դարձան հսկայածավալ ինդուստրիայի առանցք։ Իրենց սկզբնական նպատակով դրանք կոչված էին ծառայել կյանքի հեշտացմանը, սակայն ինչպիսին է պատկերն այսօր։ Զվարճություն, թե կախվածություն, իսկ գուցե ողբերգություն։ Խաղերի համար նախատեսված առաջին ինտերակտիվ էլեկտրոնային սարքերն ու համակարգիչների համար առաջին խաղային ծրագրերը ստեղծվել են Միացյալ Նահանգներում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1948 թվականին ամերիկացի ֆիզիկոս Թոմաս Գոլդսմիթը եւ Էսթել Ռեյմանը արտոնագրել են ժամանցային սարքավորում էլեկտրաճառագայթային խաղովակի հիման վրա, որն ըստ էության ընդամենն էլեկտրոնային տիր էր։ Այս շրջանի խաղերն իրենցից ներկայացնում էին սովորական սիմուլյացիաներ։ Ամենավառ խաղային սարքավորումը որպես այդպիսին համարվում է նիմատրոնը եւ նրա համար ստեղծված խաղերը։ 1947 թվականին ստեղծվում է առաջին հրթիռային սիմուլյատորը, որը համարվում է ամենաառաջին ժամանցային խաղը։ Չնայած նրան, որ նմանատիպ խաղերը սկսել են զանգվածային բնույթ կրել համաշխարհային պատերազմից հետո, այնուամենայնիվ խաղային ոլորտի ծագման սկիզբը պատկանում է ավելի վաղ տարիներին։ Առաջինը պետք է հասկանանք, որ խաղային ինդուստրիան միայն աճելու է հիմա, այսինքն շատ մարդիկ պատկերացնում են, որ ինչ-որ մենք ժամանակավոր դարաշրջանում ենք անցնում, ինչ-որ այս կանցնի ու ինչ-որ նորից կվերադառնանք հին լամպային ժամանակներին, բայց ոչ, խաղային ինդուստրիան աճելու է, ինքը ահռելի ներդրումներ է ստանում, որովհետև սպասելիքները շատ մեծ են, քանի որ տնտեսական առումով
խաղերի մեջ ներդրումները բերում են շատ մեծ ուրեմն եկամուտներ։ 1889 թվականին Ֆուսաջիրո Յամաուչի անունով մի գործարար հիմնում է Մարուֆուկի խաղային կազմակերպությունը, որտեղ սկզբնական շրջանում արտադրվել ու վաճառվել են միայն խաղաթղթեր, ավելի հստակ ճապոնական Հանաֆուդա կոչվող խաղաթղթերը։ 1907 թվականին այս կազմակերպությունը փոխում է իր անվանումը դառնալով բոլորիս հայտնի Nintendo-ն։ Այսօր արդեն ճապոնական անդրազգային խոշորագույն կորպորացիան։ Սկսած 1978 թվականից Nintendo-ն մուտք է գործում նոր խաղային բնագավառ։ Առաջին համակարգչային խաղը կապ չունի այս ընկերության հետ, բայց հենց Nintendo-ն է համարվում առաջին խաղային ոլորտի ներկայացուցիչ ընկերությունը։ 1985 թվականին Nintendo Entertainment System պլատֆորմի համար կարևոր իրադարձություն դարձավ Super Mario Bros. Խաղի թողարկումը, որը հսկայական հաջողություն ունեցավ, նույնիսկ ռեկորդ սահմանելով Գինեսի գրքում։ Ժամանակի հետ խաղային ոլորտը զարգացրեց իր գործառույթները, առաջ եկան ժանրային, թեմատիկ դասակարգումներ, ձևաբանական ռեֆորմներ, որոնք ունեցան ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ողջ մարդկության վրա։ Մեր տարիքի մարդկանց բոլորն էլ խաղացել են այդ խաղերը եւ ամենահետաքրքիրն էր, որ մենք բոլորս մրցակցում ենք ով ավելի արագ կանցնի, մենք մրցակցում ենք թե ով ավելի հմուտ կանցնի, ով ավելի քիչ կյանք կծախսի ամեն этап անցնելու համար։ Բայց շատ մեծ տարբերություն կար այն խաղերի, որ խաղում ենք մենք, եւ այն խաղերի, որ մենք ունենք մեր հիմիկվա դարաշրջանում, որոնք են ամենավտանգավոր խաղերը։ Ինչ նպատակով են դրանք ստեղծվել։ Ինչ գործառույթ ունեն այսօր եւ մասնավորապես ինչ հետևանք են թողնում օգտատերերի ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։ Люблю играть в Roblox. У меня есть одна подруга Милоша, у нее есть телефон, у нее тоже Roblox. Мы играли с ней. Но потом мне мама удалила, потому что она подумала, что Roblox плохой человек сделает, что делает детей независимыми от телефона. А потом по новостям рассказали, что в мире уже грабители начали хитро делать так, чтобы дети и у них рукав были. Они в Roblox заходили и говорили, где ваш адрес, а дети говорили, а потом они приходили и воровали детей. Но мне мама удалила Roblox, и мне сейчас так скучно, мне хотелось Roblox обратно, я не вернусь. Но мне мама не разрешает, даже на один день. Մեր օրերում համակարգչային խաղերով տարված է մոլորակի բնակչության 1/3 մասը։ Այդ ստվար զանգվածի մեծ հատվածն էլ նախընտրում է չօգտվել լեգիտիմ կոնտենտ ունեցող մասնագիտացված հարթակներից, փոխարենը ներբեռնելով չլիցենզավորված ու ոչ անվտանգ խաղային տարբերակներ։ Կասպերսկու լաբորատորիան նկատել ու արգելափակել է մոտավորապես 1 միլիոն վնասակար վիրուս, որոնք հասնում են օգտատերերին չլիցենզավորված խաղային տարբերակի քողարկմամբ։ Վնասակար վիրուսներ տարածելու համար ցանցահեններն օգտագործում են նույնիսկ դեռ չթողարկված խաղերի անոնսները։ Ես իրականացրել եմ հետազոտություն եւ ցավով պետք է նշեմ, որ 300 աշակերտից իրականացրել եմ 3-ից 9-րդ դասարանի աշակերտների միջև 300 աշակերտից միայն 10 աշակերտ են ինձ նշել, որ խաղում են բակային խաղեր, խաղում են բակում, 2 երեխա ընդհանրապես նշել, որ խաղում են շախմատ եւ մեծամասնությունը նշել են, որ խաղում են համակարգչային խաղեր։ Այսօր դեռահասների ու երեխաների 72%-ը խաղում է առցանց խաղեր։ Դրանք ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Եթե այդ խաղերի միջոցով հնարավոր է ձեռք բերել նոր ընկերներ, զարգացնել ռազմավարական մտածողության հմտությունները, ապա այդ ամենի կողքին կա նաև կախվածությունը, ժամանակի զգացողության կորուստն ու հավանականությունը, որ տեսախաղը կարող է դառնալ կիբերբուլինգի հեշտ աղբյուր։ Վերջերս ուսումնասիրությունը, որը արել էր UNICEF-ը, որը փաստում է, որ երեխաների շատ մեծ տոկոս ենթարկվում է on-line սեռական բռնության, բայց դա շատ քողարկված, չքննարկվող թեմա է, ու այդ երեխաների մոտ 60% ընդհանրապես ոչ ոքի չի էլ պատմում,
դրա մասին, որովհետև հասարակությունը նույնիսկ իրենց ծնողները պատրաստ չեն լսել։ Երեխաները դառնում են ավելի ինքնամփոփ, ագրեսիվ երբեմն այսօրվա խաղերի շնորհիվ ըմբռնումն է վերանում, ներողամտությունն է վերանում, այդ արդյունքում ծնվում է միայն ինչքան որ այսօրվա շրջապատում ուսումնասիրելի է դառնում, կարծես թե ագրեսիա է ձևավորվում շատ խաղերի շնորհիվ երեխաների մեջ, բայց դրան զուգահեռ նաև պիտի նշեմ, որ ինչ խոսք գոյություն ունեն նաև ուղեղը զարգացնող, այսինքն խելացի խաղեր։ Դրական կողմ նաև դա կարող եմ նշել, որ մաթեմատիկական, շախմատային հետաքրքիր խաղեր կան, որոնք ինչ խոսք զարգացնում են երեխայի տրամաբանությունը։ Արդեն իսկ ձևավորվել է առցանց վտանգների մի նոր իրականություն։ Սոցիալական ցանցեր, խաղային հարթակներ, նամականիներ, որտեղ շփումը սկզբում կարող է անվնաս թվալ, սակայն ունենալ այլ հետևանք։ Կեղծ ինքնությամբ պրոֆիլներ, որոնք հետագայում սկսում են մանիպուլյացիաներ անել, վստահության շահում, գաղտնիության պարտադրում, անթույլատրելի թեմաներ, շանտաժ եւ շահագործում։ Գործընթացը կարող է կատարվել այնպիսի արհեստավարժությամբ, որ երեխան չզգա վտանգը։ Խաղերի միջոցով հնարավոր է երեխային համոզել օրինակի համար, որ գնա ծնողների քարտը վերցնի եւ թվերը պատմի, օրինակի համար, հա, այսինքն հնարավոր է ուրիշ ճանապարհներով խաբել եւ գողանալ երեխայի եւ ծնողների նամարավան տվյալները, որովհետեւ եթե ստատիստիկորեն նայենք, ես թվում է ավելի մեծ մասը մարդկանց, որոնք զբաղվում են on-line հարթակի վատ բաներով, ավելի գնում են դեպի խաբեությունը եւ շատ քիչ տոկոսն է, որ արդեն հետապնդում է իր շահերը երեխային ուրիշ ձև օգտագործելու կամ չարաշահելու իր on-line ներկայությունը։ Սթրես, ֆիզիկական եւ հոգեկան խնդիրներ, առցանց շահագործում, շանտաժ, կիբերբուլինգ եւ այլ վտանգավոր երևույթներ, որոնք սովորական թվալու չափ տարածված են տարբեր խաղային հարթակներում եւ որն ունի իր վնասակար հետևանքը նախ եւ առաջ երեխաների եւ պատանիների կյանքում։ Ինչպես ասում են, միևնույն դանակով կարելի է եւ հաց կտրել եւ Հիմա շատ տարածված ձև է iPhone գողանալ։ Telegram-յան տարբեր չաթերով երեխաներին առաջարկում են անհայտ ինչ-որ մարդիկ, որ կարող են տրամադրել Roblox-ից ինչ-որ լրացուցիչ բաներ, որոնք գումար արժեն, կամ Minecraft-ի ինչ-որ անվճար տարբերակ, բայց պահանջում են, որ երեխան իր հեռախոսին տեղադրի այս մարդու iCloud-ը։ Բնականաբար երեխան ոչինչ չի հասկանում ինչ անում, բայց մեծ ակնկալիքներ ունի, iCloud-ը փոխում է եւ հանցագործը պարզապես տիրանում է հեռախոսին եւ պահանջում է գումար, որ հեռախոսը վերադարձնի։ Առանցքային կարևորություն ունի երեխայի վստահության շահարկումը, որովհետև ամեն ինչ սկսվում է հենց այդ կետից։ Երեխաների հետ մտերմությունն ու վստահությունը ստեղծվում է աստիճանաբար, հետագայում նրան օգտագործելու կամ մանիպուլացնելու նպատակով։ Այս երևույթը տեղի է ունենում քայլ առ քայլ, հոգեբանական եւ հուզական կապի միջոցով։ Այն կարող է տևել շաբաթներ կամ ամիսներ, մինչև երեխան սկսի լիովին վստահել տվյալ զեղծարարին։ Առցանց խաղերում հաճախ տարածվում են վտանգավոր հղումներ, որոնց միջոցով հանցագործները կարող են ներթափանցել օգտատերերի սարքեր, կոտրել հաշիվներն ու գողանալ անձնական տվյալները։ Եթե աչքաթող անենք երեխաներին, իրենք կարող են ամբողջ օրը առավոտից մինչև երեկո տրվեն այդ խաղերին, տեսահոլովակներ նայեն, ինչ-որ կայքեր մտնեն, չգիտեմ, տարբեր բաներով զբաղվեն, ու իրենք չեն գիտակցում ինչպես է այդ ժամանակը կորում։ Ես իմ անձով փորձը վերլուծություն եմ փոքրիկ արել իմ երեխաների հետ կապված։ Ես տվել եմ ժամանակ իրենց 30 րոպե դու կարող ես խաղալ համակարգչային խաղով։ Հետևել եմ այդ ընթացքին։ Խաղի ժամանակ ինքը ամբողջովին տրվում է խաղին։ Ինքը չի գիտակցում ոնց անցնում ժամանակը, չի գիտակցում իր կողքի ինչ է կատարվում, չի լսում քեզ, կողքի ինչ, ոչ մի բան չի գիտակցում։ Ինքը ամբողջովին մտնում է խաղի մեջ, որը նորմալ չի կարծում եմ։ Ասում է 30 րոպե, ասում է 40 րոպե, երբ ասում ես, գիտես, բալիկ ջան, դու արդեն մի ժամից անվել է, տարված ես քո խաղով։ Այդ պահին ինքը դառնում է ագրեսիվ, դառնում է նյարդային, չի ընկալում ինչա կատարվում։ Մամ ջան, 5 րոպեից անջատեմ, 5 րոպեն դառնում է 10 րոպե, 15 րոպե, ու եթե թողես ինքը չի կարում կտրվի այդ խայտին, կախվածություն։ Այսինքն առաջանում է երեխայի մոտ կախվածություն։ Աշխատանքում բավականին մեծ ծանրաբեռնվածության պատճառով կարծես թե ես իմ երեխաների հետ ժամանակ անցկացնելու ծնողի պարտականությունը մղեցի երկրորդ պլան։
հոգնած գալիս էի աշխատանքից, իսկ երեխաներս ամբողջ օրը իրանց օրը լցնում էին համակարգչային խաղերով, հեռախոսային խաղերով։ Խաղերում ներգրավվածության պատճառով իրանք հետ են մնում դասերից, չեն հասցնում ուսումը եւ փոխվեց նրանց վարքագիծը, հատկապես փոքր տղայիս մոտ, որովհետեւ նա դարձավ ագրեսիվ, ես նրա հետ խոսում եմ, նա ուշադրությամբ ամբողջովին խաղի մեջ է, մինչև ժամը 1 գիշերվա չի քնում, երբ հարց ես տալի, հարցին պատասխանում է ագրեսիվ, կոպիտ, այն փորձերին, երբ որ փորձում ես հեռախոսը ձեռքից վերցնել, այն աստիճանի է հասնում ագրեսիվությունը, որ նույնիսկ կարող է հարվածել ինձ, կարող է տանը ինչ-որ մի բան գետնով տալ։ Կան խաղեր, որոնց ժամանակ հենց երեխաներին տրվող առաջադրանքներն են նրանց աստիճանաբար հասցնում ինքնավնասման կամ ինքնասպանության։ Մանիպուլյացիա, ինքնավնասում, ճնշումներ, որոնցից հետո երեխաները գնում են դեպի ինքնասպանության։ Այս պարագայում խաղը դառնում է լրիվ երկրորդական գործոն, առաջանում են հոգեկան խնդիրներ, երեխաները հեռանում են ընտանիքից, մեկուսանում, ենթարկվում առցանց ճնշումների։ Թիրախում հայտնվում են հատկապես անչափահասները, որոնք չեն նկատում վտանգը։ Երևույթը վերջին տարիներին նկատելիորեն աճել է։ Գրեթե ամեն օր լսում ու կարդում ենք շանտաժի զոհ դարձած դեռահասների մասին տարբեր, բայց եւ բնույթով միանման պատմություններ, որոնք շատերի համար ավաղ դառնում են ճակատագրական։ Ես սովորում եմ 9-րդ դասարանում, շրջապատում դասարանում ունեմ շատ ընկերներ, ովքեր որ տառապում են այդ հեռախոսի կախվածությամբ, այսինքն առանց խաղերի իրենց կյանքը չեն պատկերացնում, հեռախոս հանձնում են, մենք հեռախոս ենք հանձնում առհասարակ դպրոցում եւ հեռախոս հանձնելը մեծ խնդիր է, նույնիսկ լինում է խորամանկում են 2 հեռախոս են բերում, մեկը հանձնում են, իսկ մեկը պահում են իրենց մոտ, այսինքն իրենց կյանքը առանց հեռախոսի չեն պատկերացնում ընդհանրապես, որը շատ վատ է կարծում եմ, ես այդ հարցին շատ բացասաբար եմ մոտենում։ Կարծում եմ, որ նույնիսկ ուսուցանող խաղերը չեն խաղում, ուղղակի ժամանակ են անցկացնում ու չեն էլ գիտակցում, որ շատ կարևոր բան են կորցնում կյանքում այդ խաղերը խաղալով, որ տրվում են այդ խաղերին, ժամանակ են կորցնում, որը հետո հետագայում այդ ժամանակը վերականգնել չի լինի արդեն։ Նախ եւ առաջ երեխան պետք է ունենա հստակ օրվա ռեժիմ։ Երեխան պետք է հստակ հասկանա ինքը որ ժամին պետք է խաղա, որ ժամին պետք է դասանի, պիտի ունենա ժամ, որ անցկացնի իր ծնողների հետ։ Ցավում եմ, բայց այս դարում նույնիսկ ծնողները պետք է օրինակ ծառայեն իրենց երեխաներին։ Այսինքն երեխան, եթե տեսնում է իր ծնողը ամբողջ օրը սմարթֆոնի մեջ է, բնականաբար երեխան էլ է սկսում գտնվել սմարթֆոնի մեջ եւ երկար ժամանակ խաղալ։ Կիբերսպորտը մարդիկ են, որոնք խաղերը շատ լավ են խաղում ու դրանով կարելի է փող աշխատել։ Շատ մարդիկ կիբերսպորտի պատճառով դարձել են ինտերնետի վրա ահավոր հայտնի, ինչպես Simple-ը ու Dunk-ը։ Կան ամեն մի խաղից կա կիբերսպորտ, ամենապոպուլյար կիբերսպորտը հիմա Counter-Strike-ից է։ 5 թիմեր ու առնում են տարբեր գրակոչներ, որ հաղթեն խաղը։ Իրենց գլխավոր նպատակը կիբերսպորտում է գումարն է եւ կոնտրակտները տարբեր կամպանիաների հետ ու տարբեր թմեր մտնելը, ինչպես ֆուտբոլում մտնում են տարբեր թմեր։ Առցանց կամ թվային խաղերի չափից ավելի օգտագործումը կարող է էապես ազդել երեխաների վարքի եւ հոգեբանական վիճակի վրա։ Նրանք սկսում են քիչ շփվել, դառնալ նյարդային, խուսափել աչքերի կոնտակտից, կտրվում են իրականությունից, կորցնում ուշադրությունը, դառնում ավելի ագրեսիվ, այսինքն առաջ են գալիս մտավոր զարգացման խնդիրներ եւ աուտիստիկ սիմպտոմատիկային մոտ վարքային հատկանիշներ։ Եթե մամասին չի սաստում, ես ամբողջ օրը կարամ խաղամ։ Ես շատ եմ սիրում խաղալ, գնում եմ զարգացման կենտրոն, գնում եմ տարբեր խմբակների, որպեսզի չխաղամ։ Երեխան գտնվելով անընդհատ խաղային կախված համակարգում կորցնում է իր առօրյա շփման ցանկությունը եւ հետաքրքրությունները կարծես իրական կյանքի նկատմամբ մարում են աստիճանաբար։ Համակարգչային խաղերի մեջ որպես կանոն հաճույքի գործոնը բավականին բարձր է, ինչու՞։ Որովհետև երեխան խաղի մեջ հաղթում է, իր առջև դրված նպատակին շատ արագ հասնում է,
արդյունք է տեսնում, որ գոհացնում է իրեն, հաղթում է, հաղթողի դերն է վերցնում, դառնում է այդ խաղի մեջ կարծես թե միակը, այսինքն այն դերերը, որոնք որ իրեն իրական կյանքում դժվար են տրվում, այն հասանելիությունը, որ իրական կյանքում երեխան կարող է շատ դժվարությամբ ունենալ, շատ հեշտությամբ մեկ կոճակի հարվածով կամ մեկ հպումով երեխան այդ ամենին հասնում է։ Թվային խաղերում հաճախ են օգտագործվում վախ ու սարսափ փոխանցող կերպարներ, խորհրդանիշներ, պատկերներ, որոնք բացասական են ազդում հատկապես երեխաների հոգեբանության վրա։ Որոշ խաղերում մտածված օգտագործում են նույնիսկ այնպիսի գույներ կամ ձայներ, որոնք հարուցում են անհանգստություն։ Կան խաղեր, որոնք անշառ են, բայց ահա որ անճաշակ, ահա որ զզվելի երաժշտությունով, անհնարին վատ էսթետիկայով, դիզայնով, հա։ Շատերի համար դա ոչ մի բան է, բայց իրականում դուք պետք է հասկանաք, որ ձեր երեխան պետք է նաև գեղեցիկ տեսնի, ոչ թե սովորի տենց զզվանքների վրա։ Դա տենց այդքան հեշտ երևացող բան չի, բայց դա պետք է հաշվի առնել։ Շատ թվային խաղերում կարելի է հանդիպել, ասենք, մթության մեջ հանկարծակի հայտնվող աղավաղված դեմքեր, կտրուկ փոխվող աչքերով կերպարներ, արնոտ կամ խեղված պատկերներ, ինչպես նաև վտանգի ազդանշան հիշեցնող կարմիր սև գունային համադրություններ, որոնք ենթագիտակցորեն կապվում են սպառնալիքի հետ։ Ձայների մակարդակում հաճախ կիրառվում են ցածր հաճախականության շարունակական բզզոցներ, հանկարծակի բարձր աղմուկներ, խզված կամ դանդաղեցված մարդկային ձայներ, շշուկներ կամ անհասկանալի խոսք, որոնք կարող են առաջացնել լարվածություն եւ վախի զգացում։ Այս բոլոր տարրերը հատկապես կրկնվելու կամ անսպասելի կիրառման պարագայում կարող են առաջացնել քնի խանգարում եւ երկարատև սթրեսային վիճակ։ Ունենում ենք դեպքեր, որոնք դառնում են երեխայի կյանքի համար ճակատագրական։ Ունեցել եմ այցելու, ով խաղում էր համակարգչային խաղեր եւ այնքան էր իրականությունը խեղաթյուրե, իրեն թվում էր, որ ինքը ամուսնացել է, ունի 2 երեխա ու ապրում էր վիրտուալ աշխարհում։ Ցավում եմ հասանք նրան, որ այդ երեխայի արդեն նյարդաբանի դիմեցին, հոգեբուժի դիմեցին, այսինքն շատ վատ վիճակում էր այդ երեխան։ Դպրոցից տուն էի գալիս, հեռախոսս վերցնում էի, մոռանում էի, որ պետքա դաս անեմ, դες կախվածություն էր առաջացնում, մտնում էի TikTok, անկապ վիդեոներ էի թերթում, չէ, հասկանում ոնց է 2-3 ժամը լռանում։ Հետո գիշերներն էի բանանում, նայում շատը ու հասկանում էի, որ արդեն ժամը 4-ն է գալիս ու ես դեռ չեմ քնել ու չեմ կարում, որ չեմ քնում, չեմ կարողանում գնամ դասի։ Ու սկսեցի կարգավորել, հասկացա, որ այդ ինձ վնաս է տալիս, սկսեցի կարգավորել, օրվա ռեժիմ գրել, թե ինչքան ժամանակ պետքա մտնեմ հեռախոս ու դասերս անեմ, երբ որ գալիս էի դպրոցից, հեռախոսս մայրիկիս էի տալիս, որ չկարողանամ մտնել հեռախոս, հիմա նորմալ անցնում է։ Վիրավորական խոսքեր է ասում բոլորին, դպրոցում ունի խնդիրներ իր ընկերների հետ, երբեմն նույնիսկ բուլինգ են նրան ենթարկում, որովհետև ուշադրության կորուստ ունի, ուշադրությունը նա ամեն վայրկյան սպասում է, որ երբ են դասերը ավարտվելու, որ նա գա տուն եւ իր խաղերին անցնի, նույնիսկ կարող է պրովոկացիաներ անի, մանիպուլյացիաներ անի, դասատուին ասի, որ ունի ցավեր, որ գլուխն է ցավում, որ փորն է ցավում, որպեսզի ուսուցչուհին զանգին, ասի եկեք երեխային տուն տարեք, որ նա գա կպնի իր ամենօրյա խաղերին։ Սա ես ոնց հասկացա համատարած խնդիրը եւ այս խնդիրը ոչ միայն ինձ է վերաբերվում, մեր ընտանիքին է վերաբերվում, այլ շատ իր հասակակիցներին, նույնիսկ դասարանում կան նման երեխաներ։ Շատ կարևոր է առցանց հարթակում սահմանափակել անծանոթների հետ շփումը, ուշադիր լինել գաղտնաբառերին եւ չպատասխանել սպառնալիքներին։ Պետք է ուշադրություն դարձնել այսպես կոչված թվային հետքին եւ անձնական տվյալների պաշտպանությանը։ Միշտ հիշել, որ յուրաքանչյուր լուսանկար կամ հրապարակում պարունակում է նաեւ ստեղծման օրվա, սարքի տեսակի, երբեմն նաեւ տեղորոշման վերաբերյալ տեխնիկական տեղեկություններ, որոնք կարող են հասանելի դառնալ շատերի համար։
Ուստի հնարավորինս պետք է անջատել տեղորոշման հնարավորությունը հեռախոսում կամ տեսախցիկում, սահմանել փակ կամ մասնավոր կարգավորումներ, չտեղադրել լուսանկարներ, որոնք ցույց են տալիս երեխայի գտնվելու վայրը։ Թվային հետքը մշտական է, անգամ ջնջված լուսանկարները կամ տեսանյութերը կարող են տարիներ անց հայտնվել համացանցում եւ վնասել երեխայի հեղինակությանը։ Գիտնականները պարզել են, որ երեխաները 2 ժամից ավել եթե գտնվում են համակարգչի դիմաց, նրանց ուղեղի կեղևի հատվածը բարակում է եւ այն պատասխանատու է այն հատվածն է բարակում, որը պատասխանատու է հիշողության, մտածողության եւ տրամաբանության համար։ Հետազոտությունը անցկացվել է ԱՄՆ-ում, Գայա Դոլինգն է անցկացրել, որը երկար տարիներ ուսումնասիրել է 11000 երեխայի 9-ից 10 տարեկան հասակում եւ ինքը եկավ այն եզրակացության, որ իսկապես երեխայի ուղեղի կեղևը բարակում է, այսինքն երեխաները պետք է համակարգչի դիմաց լինեն 1 ժամ։ Մեծահասակները նույնպես պաշտպանված չեն խաղերի վտանգներից, հատկապես այն մեծահասակները, ովքեր մշտապես գտնվում են ստրեսային իրավիճակում կամ ոչ հոգեբանական կոմֆորտ զոնայում են հայտնվել, կարծես թե խաղային այդ կախվածությունը ինչ որ ժամանակավորապես թոթափելու, դուրս հանելու մի ձև է դառնում, բայց շարունակությունը դառնում է խորապես կախվածություն եւ նույն մեծահասակը նույն էֆեկտով հաճույքի սկզբունքի բավարարման, այնուհետև երբ որ այդ հաճույքը չկա, արդեն ցավի զգացումից դուրս գալու այդ էֆեկտով մշտապես մնում է խաղի մեջ, կորցնելով իր իրական հարաբերությունները ընտանիքի անդամների հետ, նույնիսկ երեխաների հետ, կնոջ հետ, ընկերների հետ, տուժում է նույն մեծահասակի աշխատանքային գործունեությունը, որովհետև ինքը չի կարողանում երկարատև կենտրոնացված մնալ աշխատանքային գործունեության վրա եւ բացի դրանից իրեն չի հետաքրքրում, որովհետև այնտեղ արդեն կարծես անձնային որակները դեգրադացվում են։ Այս ամենի կախարկելման հարցում կարևոր դերակատարում ունեն նաև ծնողները։ Չի կարելի երեխայի հոգեկան ու ֆիզիկական առողջությունը զոհել սեփական խաղաղության համար։ Շատ հաճախ ընկերների հետ հանգիստ սուրճ վայելելու կամ այդ սուրճի շուրջ բամբասանքի տրվելու համար երեխաների ձեռքն են տալիս հեռախոսը, չհասկանալով, որ իրենց ձեռքով իրենց երեխայի կյանքում կնքում են վտանգավոր դատավճիռ։ Առաջվա խաղերը ավելի վտանգավոր էին, քան թե հիմիկվա խաղերը, որովհետև եթե հիշենք էլի 80-ական 90-ական թվականներին շատ պոպուլար խաղեր կային Doom, Quake, Mortal Kombat, որտեղ այնտեղ բավականին դաժան ձևով էր ամեն ինչ կատարվում եւ համեմատելով ինչ խաղեր են հիմա ոնց որ երեխաները խաղում, շատ մեծ տարբերություն կա։ Ինչ պետք է անեն ծնողները, եթե երեխան արդեն հայտնվել է այդ խաղերի ճահճում։ Անհրաժեշտ է համակարգված աշխատանք, երեխաների հետ բաց զրույցներ, վտանգների մասին մանրամասն բացատրություն։ Եթե ծնողները տեղյակ չեն, որ երեխաները տարված են խաղերով, ուրեմն պետք է ուշադրություն դարձնել երեխայի վարքային եւ տրամադրության փոփոխություններին։ Արդյոք հաճախ է գաղտնի պահում հեռախոսը եւ այլն։ Կարևոր է նաեւ համայնքային դերը։ Դպրոցներում պետք է կատարվեն համապատասխան իրազեկման քայլեր, մշակվեն մեխանիզմներ երեխաներին դարի ախտից փրկելու համար։ Ծնողները մեծ մասը տեղյակ չեն, որ օրինակ կարող են եւ պետք է միացնեն ծնողական վերահսկողություն, որպեսզի երեխան անverջ չխաղա, որովհետեւ ընդհանրապես համակարգչային տիրույթում, ինտերնետում, խաղերում եւ այլն ստուգված ինչ որ ասած գիտական փաստա մարդու մոտ ժամանակի զգացողությունը փոխվում է։ Երեխայի մոտ առավել եւս, այսինքն երեխան կարող է ժամերով խաղալ եւ չնկատել ուղղակի, այսինքն մենք պետք է հասկանանք, որ ինքնուրույն գիտակից սպառող խաղի երեխան չի կարող լինել ու դա երեխայի մեղք չի։ Բոլոր ծնողների անունից խնդրում եմ բոլոր երեխաներին ձեր ծնողների հանդեպ այդպես մի վարվեք, սիրեք ձեր ծնողներին, որովհետև դուք իրանց կյանքի նպատակն եք, իրանք ձեզանով են ուրախանում եւ մենք ձեզանով ենք ուրախանում, մեր կյանքի ամենակարևորագույն, գերկարևոր նպատակը դուք եք, ձեր ապագան է, ձեր առողջությունն է եւ դուք այդ պլանշետների, գադջետների մեջ այդպես ներբեռնելով ձեզ այդ գադջետներով դուք ցավացնում եք առաջի հերթին ձեր ծնողներին, որովհետև մեր կյանքի նպատակը ձեզ ուրախ, ձեզ երջանիկ, ձեզ գեղեցիկ ապագայում տեսնելու մեջ է։ Զգուշացեք,
Թվային խաղերը կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանական եւ վարքային զարգացման վրա։ Կարևոր է հետևել երեխայի առցանց ակտիվությանը, սահմանափակել շփումները անծանոթների հետ եւ ապահովել բաց, վստահելի մթնոլորտ հոգեկան առողջությունը պահպանելու համար։ Չէ՞ որ այս կյանքն առավել իրական ու գեղեցիկ է հենց այդ իրական լինելով։ Կհանդիպենք